Հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում մի աշխատանք սկսում է Դինայիդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես միշտ ես համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, կարող եմ ասել նաև էքսկլյուզիվ եւ ունեմ շատ սպասված հյուր։ Ազդեցիկ կանանց թեման դեռ շարունակելի է եւ ես փորձում եմ առաջինը ինձ մոտ տաղավար հրավիրել այն կանանց, ովքեր որ ինձ համար են ազդեցիկ եւ գրեթե բոլոր տարիների։ Ու ամենակարևորը ասեմ, որ այնքան սպասված հյուր ունեմ, որ գրեթե մայրաքաղաքի բոլորի զանգում ասում են, գիտեք, այսօրով է ինձ մոտ տաղավարում։ Իսկ նրան ներկայացնելուն րոպեները մնացել, որովհետեւ այս բան պետք է մեծագույն սիրով շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում, լավ մարդկանց շրջապատում եւ Աստծո օրհնությամբ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ։ Իդեպ ասեմ, որակյալ երաժշտության սիրահարները ավելի մոտ նստեն ձայնը բարձրացնել, որովհետև տեսահոլովակի հերոսուին արդեն ինձ մոտ տաղավարում է։ Little dreamers vanished as a shade when I'm in real life. I'm still alone all the time. I just want my dream, please make that a dream where lovers always sigh. Just want to be there, your queen. Just to hear the silence of my soul. One moment divided lies, my breaking all dreams and hearts. They're living in my nights with many ways, but the morning sun always shines. Me with your light, and I must look through your eyes, whispering smile. Ես վստահ եմ, որ հենց հիմա իմ գործընկերներն են մոտ նստել, իմ ընկերներն են ավելի մոտ նստել, կամ նրանք ովքեր որ ասում են, հələ մի հատ տեսնենք այսօրով է Դինայի հյուրը, ասեմ, որ ես նրան երկար տարիներ սպասել եմ, կարոտել էի, երբ որ վերջերս նկատեցի նա Հայաստանում եմ, եթե ինձ մոտ տաղավարում չլիներ, նրա շրջապատում պետք է լիներ։ Նախ ըստ սահմանադրական օրենքի ասեմ, որ մեծագույն սիրով հյուրընկալ եմ կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Արաքսիա Մուշեղյանին։ Արջան, ողջույն։ Ողջույն։ Ես մի հատ փոքրիկ նախաբան եմ ուզում ասել, ես ու դու մի փոքր հետ գնանք առ։ Հաճույքով։ Արաքսիա Մուշեղյանին բոլորը ասում են Արա։ Չգիտեմ, ինձ չի որ շատ Արաքսիաներ կար, դրա մասին չեմ ուզում խոսալ։ Ես միշտ ասում եմ, որ իմ հաջողության գրավականը որպես TV մարդ, չգիտեմ, նու արտիստ կա, ինչպես ասում են, նրանից է, որ ես մեծացել եմ, կրթվել, դաստիարակվել եմ, որպես նաև TV մարդ, չգիտեմ, հասարակության համար, որովհետև ես մեծացել եմ մի այնպիսի թիմի կողքը եւ նրան շրջապատում, ինչպիսին է եղել Արտուր Գրիգորիչի, այսպես ասած, սաստավը։ Այո։ Երբ այո հեռուստաշոուն ծնվեց, այնտեղ անհատներ կային, որոնք արդեն վաստակած էին, արդեն վաստակաշատ էին, բայց ես չեմ վախենա, կարող ես դու էլ փաստել, որ այդ օրվանից սկսվեց ձևավորվել նաև շոու բիզնեսը։ Այո։
այդ միանշանակ դա այդպես է, բայց միջև այո, ես պետք է նշեմ, որ Արտուրը նաև այնքան պրոգրեսիվ մարդ էր, որ սովետական շրջանում կարողացավ բացել առաջին night club-ը, եթե կհիշես, ազատ ժամանց էր կոչվում, եւ սիրված վայրերից մեկն էր երևանցիները, այնտեղ հավաքվում էին երաժիշտներ, արվեստի մարդիկ, եւ դա փայլուն հարթակ էր, դա ոնց որ Pre-production-ը եղավ այո շոուի։ Շատ լավ, եւ եթե ես ինչքան էլ փոքր լինեմ, այդ ժամանակ արդեն սիրահարվել էի Չուկոյի վրա, Նանե Հովանեսյանի ամուսնու, Վիոլետա Գևորգյանը իր տեսքով, իսկ Գրիգորիչը կողքը նստած ծխում էր եւ ասում էր, չէ, լավ բան եմ մտածել, ոչինչ, ոչ գիշերով է։ Բայց այդ բոլորը մեկտեղ նաեւ ոչ միայն Արաքսյանն էր իմ կողքը, այդտեղ ծնվեց նաեւ Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արամոն, Արթուր Իսպիրյանը, Անայդ Մանուկյանը, Ջանի Բեկյանը, Գրիշա Աղախանյանը, Իրինա Մալխասյանը։ Ես շատ փոքր էի, 14-15 տարեկան, բայց ամենակարևորը գիտեք որն էր, որ ես նրանց մեջ ամենափոքրն էի ու ամենը յուրովի ինձ ցրտին տակ հացնում էր, թեր տալիս ու հիմա ես կյանքում չէի կարող նաև երազել մտածել, որ ես դառնում եմ հեռուստահաղորդավարուհի, ինձ մոտ տաղավարում իմ սիրելի Առանա։ Ես շատ ուրախ եմ, որ դու այստեղ ես։ Շատ շնորհակալություն Ջինա ջան։ Եվ երբ ուզում են շատերն ասեն, նոր կա, չէ՞ ծնված սերնդակիցներից նոր սերունդ ասում են Արաքսիա Մուշեղյան ասում երեխեք ինքը ամենաթխահերն էր ու մի տեսակ արևելյան ոճով, արաբական ոճով հագուստը ու երկար ես միշտ ասել եմ դա ջազային վիճակները որ դու երգում ես միևնույն է ես բան չէի հասկանում դա ջազի մեջ էր բայց ես այնքան ուշադիր էի քեզ լսում դա հասկացել եմ որ դու շատ լուրջ երաժշտություն ես ներկայացնում առ դու երբ գնացիր երկրից Եթե այդպես մեծ առումով գնալու մասին խոսքը գնում է դրա մասին 91 թվականին դա կայացավ եւ պետք է ասեմ որ դա այնպես չէր որ պլանավորված տեղափոխում էր ես ինչ որ պլաներ ունեի դրա հետ կապված ոչ ուղղակի այդպես ստացվեց մեր այո շոուների ժամանակ շատ հետաքրքիր եւ բուրն շրջան էր ապրում Հայաստանը եւ միջև իմ գնալս ես երևի մի 3 անգամ հրավերներ եմ ունեցել տեղափոխվել Մոսկվա սովորելու դեռ սովորում եմ երաժշտական դպրոցում երբ կարծեմ 7-րդ թե 8-րդ դասարանում էր Մոսկվայի ՑՄՇ-ից կենտրոնական դպրոցից եկել էր մի խումբ դասախոսների եւ մեր քննությունից առաջ հետո ինձ մոտեցան մայրիկիս եւ առաջարկեցին որ ես տեղափոխվեմ ես ասացի որ դա կտրականապես ոչ ես չեմ ուզում այստեղից գնալ նույնը կայացավ երբ ես ավարտեցի կոնսերվատորիան ինձ հրավիրեցին Մոսկվայի կոնսերվատորիայում սովորել բայց արդեն բուրն շրջան էր երբ մենք զբաղվում էինք ազատ ժամանցով այոյով եւ դրա մասին նույնիսկ իմ մոտ միտք չկար, էլ չասած նրա մասին, որ օբյեկտիվորեն եմ ես մոտենում, հայկական երաժշտական ասպարեզը ավելի զարգացած էր երաժշտական առումով եւ այնպիսի շոուներ, ինչպես անում էր Արտուր Գրիգորյանը, ոչ մի հեռուստաընկերություն այն ժամանակվա սովետական միության հեռուստաընկերություն չուներ այդպիսի որակ, մակարդակ եւ երաժշտական զարգացում Եվ այոների ժամանակ իմոց սկսվեց համագործակցություն Մոսկվայի որոշ երաժիշտների հետ։ Մենք սկսեցինք համագործակցել, ինձ հրավիրեցին ինտերտելեշոու մասնակցելու, դա երևի, եթե չեմ սխալվում, 89 կամ 90 թվականներն էր, չստեմ, չեմ հիշում։ Սովետական շրջանի ամենասովետական շրջանն էր։ Եվ դա առաջին շոուն էր, որտեղ ներգրավված էին, եթե չեմ սխալվում, 15 երկրի հեռուստաընկերություններ եւ նկարահանվում էր ամեն երկիր ներկայացնում էր երկու մասնակից։ Այո, ինձ հրավիրեցին ես Հայաստան, սովետական միությունն էի ներկայացնում, կապ չունի որ Հայաստանից էի, նաեւ եթե չեմ սխալվում Յուրի Լազան էր մասնակցում Ռուսաստանից, Օլիմպիադայում կայացավ մեծ շքեղ շոու այնպիսի որակի, որ մենք այն ժամանակ այդպիսի տեխնիկական հնարավորություն չէինք տեսել։ Եվ իմ ելույթից հետո եւս ինձ առաջարկեցին այնտեղ մնալ եւ աշխատել, ես եւս մեկ անգամ հրաժարվեցի, որովհետեւ ինձ օբյեկտիվ այստեղ ավելի հետաքրքիր էր։ Ես հասկանում եի, որ իմ երաժշտական առումով ես ավելի շատ եմ զարգանում այստեղ։
Բայց անցավ մի 2 տարի եւ մենք գիտենք ինչ տեղի ունեցավ Հայաստանի իրավիճակը, այդ իրավիճակը բերեց նրան, որ մենք երաշտական առումով էլ սկսեցինք ավելի բարդ զարգանալ։ Իսկ Մոսկվայում սկսվեց շատ արագ աճը։ Նամանավանդ ինչ կախված էր ձայնագրության հետ, այդ շատ արագ տեմպերով էր զարգանում։ Եվ ես սկսեցի թռնել այնտեղ, ես համագործակցում էի Ալեքսեյ Աբրասովի հետ, որը խոշորագույն ստուդիաներից մեկի գործիքավորողն էր եւ գեղարվեստական ղեկավարը, նա ինձ հրավիրեց ձայնագրել ձայնասկավառակ։ Ես սկսեցի այդ 90-ականներին արդեն թռնել, ձայնագրել, հետ գալ եւ երբ ես տեսնում էի ինչպիսին է զարգանում այդ ամեն ինչը, իհարկե ինձ ավելի դա գրավում էր եւ ինձ ավելի հետաքրքիր էր։ Բայց ես շարունակում էի կապ ունենալ Հայաստանի հետ, ես շարունակում էի աշխատել Արտուրի հետ, ես միշտ թռնում էի, գալիս էի բոլոր մեր միջոցառումներին, դա չի դադարել նույնիսկ երբ որ ես վերջնական տեղափոխվեցի արդեն։ Եւ այդպես ստացվեց, որ մեկ առաջարկը մյուսի հետևից գործ եւ դու այնտեղ ուղղակի մնում ես։ Այդպես ստացվեց։ Եվ ամենակարևորը, որ առաջի օրվանից ես աշխատել եմ իմ ոլորտում, ինձ գնահատել են ամենակարևորը։ Ոչ մի օր ես չեմ զգացել, որ ես ուրիշ տեղ եմ, որովհետեւ այդ շրջանում Մոսկվան ոնց որ կենտրոն էր դարձել ամբողջ սովետական միությունից, փլուզումից հետո տաղանդավոր մարդիկ եկան այնտեղ եւ մեր մոտ շատ հետաքրքիր եւ բուրն երաժշտական կյանք էր տիրում։ Դա երբ որ դու ուրիշի մշակույթի հետ ես առնչվում, տարբեր հետաքրքիր բաներ ես քո համար ձեռք բերում եւ դա մեծ տեղ է քեզ տալի աճի։ Արի հիմա քո խոսալուց նախ դեմքդ փայլում աչքերիդ հետ։ Ես անընդհատ դեմ հետևում ոնց նայում։ Ու ոնց հասկացա դու շարունակում ես նույն տեմպերով, հա, կգա մեր մոդել։ Տեմպ ավելացել է։ Եվ տարի առ տարի ավելանում է, որովհետև ձեռք ես բերում ավելի մեծ փորձ, ձեռք ես բերում շատ բան եւ երբ որ հետ ես նայում, դա իհարկե շատ հուզիչ է, բայց դու հասկանում ես, որ այսօրվա քո կարողություններով դու ավելի շատ ներդրում կարող ես անես քո երաժշտության մեջ։ Ներող կլինեն շատ շատերը, մեկը ես ասում եմ հիմա չունենք շոու բիզնես, կներեք, հիմա ունենք ճանաչված երգիչներ, վաստակող երգիչներ, նոր սերունդ ու ոչ ավելին, կներեք, որ այդպես եմ ասում, բայց փաստերն ակնհայտ են։ Միևնույն է այդ ժամանակահատվածը հայաստանյան շոու բիզնեսի կներեք միակ բարձր վարկանիշ ունեցող ժամանակահատվածը։ Հետո եկավ աշոուն, էլ ինչ որ ժամանակ ու արդեն անցանք բոլորս պայքարի։ Ու ոչ մեկ իրավունք չունի ասի հիմա, թե ով որտեղ է ստեղծագործում, ոնց կարևորը, մի հատ լավ տեքստ կա, քո ընկերն ու իմ ընկերն են ասում։ Ձին կարևոր չէ, որ ես հենց հիմա Ամերիկայում եմ շատ հայերի մոտ կամ Մոսկվայում, կարևորը ես իմ գործով եմ զբաղվում։ Այսինքն այդ ամենակարևորն է։ Իսկ դու փաստորեն լայնածավալ աշխատանք, ես քո էջը մի քիչ փորփրեցի, ես այնտեղ ուզում էի հասկանալ, դու բավականին լուրջ մի հատ թեմա էր դրել բալետի հետ կապված։ Շնորհակալություններ հայտնում, ասում էր, որ շատ լավ թեմա է եւ այնտեղ կարդացի Արաքսիա Մուշեղյան երաժշտություն։ Դու ինձ ճանաչում ես այն ժամանակաշրջանում, երբ որ ես տրված էի միայն երգով։ Ես զբաղվում էի երգով, բայց չմոռանանք դրա մասին, որ ես ստացել եմ կլասիկ կրթություն եւ իմ առաջին մասնագիտությունը դա ես դաշնակահար եմ եւ կոմպոզիտոր եմ մասնագիտությամբ ավարտել եմ եւ երաժշտական դպրոցը Չայկովսկու անվան եւ կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան երկու մասնագիտություն եմ ստացել եւ իմ առաջի հենց երաժշտական հիմքը դա կլասիկ երաժշտությունն է եւ ես կլասիկ երաժշտությունից երբեք հեռու չեմ գնացել ուղղակի քանի որ երգերը դրանք ավելի արագ են հասնում հանդիսատեսին երևի ընկալումը ավելի շատ երգի միջոցով է եղել բայց ես դրան համատեղ միշտ գրել եմ ես ունեմ գրած crossover օպերա ես ունեմ մեծ քանակությամբ գրած սիմֆոնիկ երաժշտություն ունեմ բալետային երաժշտություն գրած ունեմ կինոյի համար մեծ քանակությամբ երաժշտություն գրած ունեմ հեռուստատեսության համար շատ ծրագրերի տարբեր թատերական ներկայացումների համար գրած երաժշտություն եւ դա ունի իր հանդիսատեսը ունի իր ընկերները եւ ովքեր զբաղվում են եւ հետաքրքրվում են այդ երաժշտությամբ լսում են այդ իմ մի մասը ինչ վերաբերվում է այս բալետային
ստեղծագործությանը, որ ես դրել էի, մենք Հասմիկ Չախմաչյանի հետ ստեղծեցինք, ես եւ Հասմիկը նաեւ զբաղվում ենք Artis Futura հիմնադրամով, դա հիմնադրամ է, միջազգային հիմնադրամ է, որը զբաղվում է տաղանդավոր երեխաներին հայ ազգությամբ, այո, տարբեր երկրներից, տարբեր մասնագիտությունների, բայց որոնք կլասիկ երաժշտությամբ են զբաղվում, եւ այդ հիմնադրամի սահմաններում մենք ունենք նաեւ տարբեր ծրագրեր, որոնք մենք ստեղծում ենք, եւ այդ բալետային ծրագիրը դա 3 մասից շորտ դանս ֆիլմ է, որը ստեղծվել է եւ առաջի մասը Արա Գեղեցիկ եւ Շամիրամ ներկայացվել էր միջազգային փառատոնի եւ հաղթող է դուրս եկել որպես լավագույն շորտ դանս ֆիլմ։ Իմ երաժշտությունն է, օրիգինալ երաժշտությունն է գրված դրա համար։ It begins long ago, when Ara ascends to the throne of his land. Queen of a great empire, hears tales of Ara's beauty and yearns for him. Does a queen feel when denied? Բացի դրանից ունենք եւս մի շարք տարբեր ծրագրեր, տարբեր ժանրներում, իմ վերջի տարիների ավելի ուղղվածությունը ինձ գերում է crossover ժանրը, որովհետեւ այդտեղ ես կարողանում եմ համատեղեմ եւ կլասիկի սիրելի հիմքը եւ նաեւ crossover-ը թույլ է տալիս խառնել տարբեր, եթե նայել եք ամեն օպերան, ամեն օպերայում դա տիպիկ crossover-ի տեսքն է, որտեղ կա եւ սիմֆոնիկ նվագախումբ, եւ կա պոպ նվագախումբ, կա ֆոլք նաեւ նվագախումբ, կա երգչախումբ, հովեր երգչախումբներ մեր մոտ մասնակցում եւ կան օպերային սոլիստներ, նաեւ կա բալետային մեծ ներկայացում։ Ավելին ասեմ, դա միակ crossover օպերան է աշխարհում ստեղծված, որտեղ կան crossover ժանրում տարբեր բաներ ստեղծված, բայց հենց օպերա դա միակն է։ Я поздравляю с юбилеем наш любимый фонд Artis Futura. Это очень прекрасная дата, прекрасный концерт. Очень приятно было играть вместе с оркестром. Было просто здорово. Հիանալի էմոցիաներ ստացա այս համերգից։ Асмик, Аракси очень сильно помогли, чтобы весь концерт стал таким теплым и приятным. На сцене симфонический оркестр Москвы, русская филармония, дирижер Михаил Мут. Дорога для молодых юных дарований должна быть простой и открытой, а культурный ландшафт России должен быть богатым и разнообразным. Herzlichen Glückwunsch!
questo cerco giù che rimane ora stelle perse nel buio seguirò fino a che troverò partendo da qui quello che lascerò luce che rivedo da qui brillerà notte che paura non fa più guardare la libertà vedo segno per noi so che ritornerà siamo testimoni di un raccogliamolo qui per i figli per chi io non lascio partire per andare lontano quelle tragedie ho lasciato ora qui sono i frutti per questo so che poi salverà tutti noi voglio rivedere la vita che sento già fiorire da qui ed è novetà ma se ci crederai dici cose che porterò anche a chi vuole camminare di notte cercherà sempre la libertà che cammino con te oppure non è Կիսատ գործ, որ ասում է առան գնում է այն որ իր տներով ու անցնում է գործին, կա տենց թեմա, որ պետք է հանրությանը ներկայացնես։ Կիսատ չէ, կա պրոյեկտներ, որոնք հիմա գործընթացի մեջ են, բայց որոշի մասին չեմ կարող խոսել, որովհետև ներկայացված են տարբեր փառատոների եւ միջև այնտեղ լույս չտեսնեն, իրավունք չունեմ այդ նյութերը ներկայացնելու։ Շատ լավ, բայց ես որպես ընկերուհի կարող եմ պահանջել քեզ, երբ որ Հայաստանում լինես, ես վստահ եմ դու թեմայով ես գալու Հայաստան, արձագանք ես, ինձ մոտ տաղավար գաս միասին ներկայացնենք, ինչ ես անելու։ Մեծ մասը ժամանակի այստեղ եմ անցկացնում։ Ես հենց հիմա ուզում եմ անցնել նաև ամփոփ մանե ծրագրի, ինչքան էլ մեր ընկերուհուն իր կողմերով ներկայացրեցինք, անցնենք մեր ֆորմատին մի քիչ էլ ճաշակ եւ նաև կանացի թեմաներից խոսենք։ Բլից հարցեր են, բայց կարող ես մի քիչ ընդլայնվել։
Օրը սկսվում է առավոտյան ժամը։ Տարբեր է սկսվում, որովհետև օրը վերջանում է տարբեր ժամերին իմ մոտ։ Լինում է, որ ես նորմալ մարդու պես գնում եմ 12-ին կամ 1-ին քնելու, բայց լինում է, որ մինչև առավոտվա 6-7-ը նստում եմ, որովհետև իմ գործընկերները մեծ մասամբ տարբեր երկրներում են եւ այսօրվա մեր տեխնիկական պայմանները մեզ թույլ են տալիս նույնիսկ միքս անել ինչ որ գործերի on-line, դրա համար երբ որ օրինակ իմ ընկերս Մայամիում զարթնում է եւ սկսում եմ ստուդիայում միքս անել, ես հետո նստում եմ եւ գործ եմ անում։ Դրա համար եթե ես 6-ին եմ քնում, դե 11-ին, 12-ին։ Շատ է, ուզում ես իմանամ են երկար քնողներից ես, թե գործի հետ է կապված։ Չէ։ Վերջացավ։ Առավոտյան սուրճ, թե երեկոյան թեյ։ Իհարկե սուրճ եւ միակ սուրճը չի առավոտյան սուրճը։ Առավոտյան 2 սուրճ է։ Հա, ինպես։ Արկա մի ուտելիք, որ դու ինքդ ես պատրաստում ու շատ համեղ է, որ ասում ես սա առայ կարոնն է աշխատանքն է, այդպես բան։ Թե խոհանոցից հեռու ես։ Ես ընդհանրապես կապ չունեմ խոհանոցի հետ, շատ հեռու եմ պատրաստելուց, շատ հեռու եմ որևէ գործ անելուց տանը։ Իսկ որ խոհանոց ես ամենաշատը սիրում, հայկական թե։ Ես երևի հայկական, բայց կան խոհանոցներ, որ եւս սիրում եմ։ Լավ։ Խմիչք նախընտրած։ Կարմիր գինի, լավ գինի։ Իսկ կենաց ունես նախընտրած, որ ասում ես կամ սիրում ես խմել այդ կենացը։ Վերջի տարիներին միայն մեկ բան եմ միշտ ցանկանում, որպեսզի խաղաղություն լինի եւ մենք հանգիստ ապրենք։ Շատ լավ, հայրենիքի կենացն է։ Հետևում ես սեզոնային տրենդներին, որ հիմա սա մոդա է, ես պետք է հագնեմ, թե ինչ սազեց սարային։ Ես հետևում եմ, բայց չեմ ոնց ասեմ, դա իմ համար ցուցանիշ չի, որ ես անպայման պետք է հագնեմ։ Ես ուղղակի հետևում եմ, որպեսզի տեղյակ լինեմ, իհարկե սիրում եմ գեղեցիկ հագնվել, սիրում եմ, բայց ես ունեմ իմ արդեն ոճը, որը տարիների ընթացքում իմ մոտ ձևավորվել է եւ ես իմ ոճից շատ հեռու չեմ գնում։ Օրինակ ես երբ հիշում եմ Արաքսիա Մուշեղյանին, շատ դեպքերում, որ տարիներ անց ասում էի, ես նենց կուզեմ օրինակ հենց հիմա առայպես հագնվեմ, ասում են ինչ արնում արան, ասում եմ օրինակ ինքը լավ զագար ունի, միշտ լավ զագար ունի, մի տեսակ այդ աֆրո վիճակները եւ տենց են որ գլխաշորերով, այդ կա հիմա արդեն։ Լինում է իհարկե ըստ տրամադրությամբ, բայց սա իմ կանոնն է։ Դե դու միշտ ասում ես։ Շատ լավ։ Ինչի կարիք ունի քո կարծիքով այսօր հայկինը։ Ինչի կարիք ունի, պետք է սովորի իրան սիրել այնպիսին ինչպես նա կա։ Որտեվ այն քանակությամբ եւ դա միայն երևի ես կասեմ որ հայ կնոջ չի վերաբերվում, այլ ընդհանրապես այդպիսի տրենդ է աշխարհում, այդ ձևափոխված դեմքերը, բոլորը միևնույն հագուստով, միևնույն սանրվածքով, դա գալիս է նրանից, որ երևի դու չես հասկանում դու ով ես եւ ինչպիսին ես դու եւ ինչպես քեզ ստեղծել են քո ծնողները, Աստված քեզ ստեղծել է այնպիսին ինչպիսի կաս, դու պետք է սիրես քեզ այդպիսինը, ուրիշ բան է որ պետք է աշխատես քո վրա եւ քո ամենալավ կողմերը ավելի ներկայացնես եւ այդ ներքին աշխատանքի հետ է կախված, ամբողջը դեմքի վրա միշտ գրված է եւ այդ պակասությունը ներքին երևի դատարկությունը բերում է նրան, որ նրանք վազում են նրա հետևից, որ ինչքան հնարավոր է իրեն ձևափոխեն եւ բերեն ինչ որ ստանդարտի, որը այսօրվա մոդայիկ ինչ որ ձևն է, որ քիթ անպայման պետք է ուղիղ լինի, շրթունքը պետք է այսպես լինի, ոչ դու պետք է լինես ինքդ, ամենակարևորն է, այ դա է պակասում։ Ներքին է ոնց փոխենք, բոլորը փոխվում են։ Ինչից է վախենում Արաքսիա Մուշեղյանը։ Դժվար է ասել ինպես էքստրիմ սիրող մարդու համար, վախ բառը երևի մի քիչ համատեղ չի իմ հետ։ Ինչը ես չեմ ընդունում, դա դատարկությունն է մարդու, դա տգիտությունն է եւ իհարկե դա ամենաերևի վատ բաներից է предательство, դավաճանություն, առաջին հերթին մարդ ինքը իրեն չպետք է դավաճանի, այն ժամանակ չի դավաճանի մնացածին։ Շատ լավ, սեր թե փող։
Չեմ կարող ասել, որ փողը պետք չի, բայց դա ֆանատիզմի համար չի ստեղծված, իհարկե սեր, փող ուղղակի հեշտացնում է, դա ուղղակի գործիք է, որը հեշտացնում է ինչ-որ բաներ մեր կյանքում։ Համաձայն եմ, փողոց սերերը ավելի հաճելի կներեք, տարիքի հետ տենց ենք հասկացել։ Ոսկի թե արծաթ։ Ոսկի։ Ֆիլմ թե ներկայացում։ Եվ նա չեմ կարող տարբերություն դնել։ Գյուղ թե քաղաք։ Ապրելու համար քաղաք, որովհետև տալիս է հնարավորություն, իսկ հանգստության համար, երբ որ ուզում ես ինքդ քո հետ մնաս գյուղ։ Առ ինչ երբեք չես ների։ Դավաճանություն։ Կանանց թիվ 1 թեման։ Իսկ Արաքսի Մուշեղյանը ունի կյանքի հերոս։ Այո, երևի դա իմ հայրն է։ Այո։ Երևի չէ, քո հայրն է։ Համաձայն եմ։ Առ բամբասանք քո մասին վերջինը որ լսել ես, ինձ հետաքրքիր է, կուզես եթերում բարձրաձայնել, հերքել կամ ինչու բարձր ծիծաղել։ Դա այնպիսի ծիծաղելի բաներ են բոլորը, որ շատ բամբասանքներից ես նույնիսկ տեղյակ չեմ եւ նույնիսկ եթե պատմում են, նույնիսկ չեմ լսում, որովհետեւ հետաքրքիր չի։ Դա նորմալ է։ Եթե խոսում են, ուրեմն քո ետևում են գտնվում։ Իսկ այսքանից հետո ես ասեմ, որ ամփոփման ունենք նաև շատ սիրուն գործընկեր, որ մոտակա 1 ամսվա ընթացքում բոլոր իմ կին հյուրերին նվերներ է հատուկ ուղարկել։ Իմ ընկերներին է Էլիզա Queens խանութը, որ բրենդային բիժուտերիա է վաճառում, աքսեսուարներ տարբեր։ Առ ես ուղարկում եմ ձեր Facebook-յան, Instagram-յան էջերի իմ ընկերներին, նրանք ձեզ մի քիչ նայելով որոշում են, թե ինչ կարող է ձեզ նվիրել, այսինքն իրանք են ընտրում։ Նվերը քոնն է, իմ ընկերների կողմից հույսով դու կընդունես նվերը, առ կարող է նայես տեսնես քեզ մոտա թե ոչ։ Իհարկե կնայեմ, որ դու բիժուտերիաներ սիրում ես։ Այո, սիրում եմ։ Օ, հագուստի հետ էլ հենց հիմա շատ մոտ է, ոնց հասկացա նայել։ Կարող եմ նույնիսկ հագնել։ Հա, կարող ես հագնել։ Չնայած կխանգարի մեր հնչյունային ռեժիսորներին, եւ նրանք կբողոքեն, բայց ես կհագնեմ։ Շնորհակալ եմ շատ Էլիզա Queens խանութի իմ ընկերներին, նրանք շատ ճիշտ փաստորեն։ Չէ, չեմ կարողանում, տանը կփորձեմ, բայց շնորհակալ եմ, ճիշտ էր։ Համենայն դեպս։ Իսկ այսքանից հետո էլ ես կարող եմ ասել նաև կյանքս 10 տարով երկարեց ընկերուս հետ հին թվերը մի տեսակ կներեք, որ ասում են մեր ժամանակները կներեք, բայց մեր ժամանակները շատ լավն էին, թեկուզ դա եղել է 10-20 տարի հետո, որովհետև այդտեղից ծնվել մեծացել են բացառապես որակյալները։ Կներես քեզ կտրեմ, բայց բոլոր ժամանակները լավն են։ Եթե դու լավն ես տեսնում եւ լավ բաներ ես անում, ցանկացած ժամանակ իրան ունի լավը։ Չէ, լինում են ինչ-որ պիրոդներ, երբ որ բարդ է, պարզ է, ամենտեղ եւ միշտ եղել է, լինում է եւ կլինի, բայց եթե դու լավատես ես, ամբողջը քո կողքը փոխվում է եւ դառնում է լավը։ Տարբերությունը գիտես նաեւ որն է, որ շատ համախմբված էին կար։ Իրար հետ հաց ենք ուտում, իրար հետ խմում ենք, կարող եմ մենք իրար հետ 24 ժամ չենք, բայց այդ վիճակները շատ լավն էին, էլի, ընկերությունը, գնահատելը, սիրելը։ Ավելի շատ բարիություն կար։ Նախանձնել տենց թողել ենք շորու կոշիկի վրա, ուրիշ ոչ մի բանի վրա։ Համենայն դեպս ես որպես ընկերուհի պահանջում եմ հերթական անգամ ինձ մոտ տաղավարում լինելու համար, մեզ դիտում է Հայաստանի Հանրապետությունը։ Մեծ հաճույքով։ Այնպես որ եթե նորություն լինի, ես սպասում եմ արձագանքի առջան։ Շնորհակալ եմ, շատ սիրում եմ։ Շնորհակալություն։ Եվ իհարկե շնորհակալ եմ բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր որ հետևում են Ակոպովնային եւ միշտ ակնկալում են ինձանից հետաքրքիր նորություններ։ Մինչեւ հիմա ձեզ հետ մեծն Արաքսիա Մուշեղյանն էր եւ իհարկե ձեր Դինա Ակոպովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարին ձեզ։